Վայոց ձորի մարզում այս օրերին ճանապարհաշինական աշխատանքները թևակողել են ակտիվ փուլ։ Միջպետական նշանակության մայրուղիներից մինչև տեղական կարևորության ճանապարհներ։ Մարզի ողջ երկայնքով իրականացվող այս ծրագրերը ոչ միայն արդիականացնում են տրանսպորտային ցանցը, այլև դառնում են խաղաղության խաչմերուկ նախագծի կարևորագույն լոգիստիկ հիմքը։ M2 մայրուղու Երևան-Մեղրի-Իրան ավտոճանապարհի վայքի հատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ 4,4 կիլոմետր երկարությամբ այս հատվածը կառուցվում է միջպետական նորմերին համապատասխան հին ծածկի ամբողջական հեռացմամբ եւ նոր կոնստրուկցիայի տեղադրմամբ։ Կատարվում է լրիվ ծածկի հանույթ, այսինքն կոնստրուկցիան լրիվ հեռացվում է, տեղադրվում է լրիվ նոր կոնստրուկցիա, ավազակոպիչ 12 սանտիմետր, C5 20 սանտիմետր եւ 3 շերտ ասֆալտ, 2,6 սանտիմետր եւ 4 սանտիմետր վերջնական սլոյ։ Ճանապարհը եղել է շատ վատ վիճակում, շատ փոսեր, վերանորոգելու համար ուրիշ տարբերակ չկար, քան որ հիմնանորոգում է, էլի։ Շինարարության շրջանակում փոխարինվում են նաև շուրջ 3800 մետր հին եզրաքարերը, տեղադրվում են 1200 մետր նոր եզրաքարեր եւ 1290 մետր ջրահեռացման վակեր, ապահովելով ճանապարհի երկարակեցությունը։ Վայոց ձորի մարզի ղեկավարության փոխանցմամբ ճանապարհաշինական աշխատանքները համակարգված բնույթ են կրում։ M2 մայրուղուց բացի ընթացքի մեջ են տեղական նշանակության մի շարք կարևոր ճանապարհներ։ Արդեն Ելփինի հատվածը մենք վերանորոգված ճանապարհ ունենք եւ ընդհանուր մարզով անցնող վերջի հատվածն է, որ ունենալու ենք որակյալ նորմալ ճանապարհ։ Մարզում հարող տեղական նշանակության ճանապարհները նույնպես գործարկման փուլում են։ Կատարվում է այս պահին Զառիթափ-Գոմք ճանապարհը, որը աշխատանքների 40%-ը իրականացված է։ Այս պահին մրցույթ իրականացվել է 6,5 կիլոմետր հատված է Վայք-Զեդեա հատվածը, որը տեղական նշանակության շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհներից մեկն է։ Խաղաղության խաչմերուկ նախագծի համատեքստում Վայոց ձորի մարզը դառնում է այն տարածքը, որտեղով անցնում են միջազգային կարևորության հյուսիս-հարավը։ Փոխմարզպետի ընդգծմամբ մարզի 10-ից 12 բնակավայրեր անմիջապես կապված են այս մայրուղուն։ Մարզում ունենք նախագծային փուլում ճանապարհներ, որոնք տարվա վերջին ավարտելուն պես հայտարարվել են մրցույթներ եւ կատարվելու են այդ ճանապարհների վերանորոգումը։ Արին ճանապարհը, Մարտիրոս Բարձրունի հատվածը, Մարտիրոս Սուրբ Աստվածածին եկեղեցի 5 գյուղ հատվածը, որը վերանորոգվելու է, դա մեծ նշանակություն է ունենալու մեր գյուղի, գյուղացիների, վայոց ձորցիների համար։ Ըստ փոխմարզպետի Վայոց ձորում իրականացվող լայնածավալ աշխատանքները ոչ միայն բարելավում են տեղական ենթակառուցվածքները, այլև Հայաստանը դարձնում են ավելի մրցունակ տարածաշրջանային լոգիստիկ քարտեզում, խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակում ապահովելով անվտանգ ու որակյալ կապ։